Կաշվե գնդակ ֆուտբոլային մրցաշարին մասնակցում է 20 թիմ Ստեփանակերտից, դրանից 12-ը միջին տարիքային խմբի պատանիներն են 14-ից 15 տարեկան։ Կրտսեր խմբում ընդգրկված են 11-ից 12 տարեկան տղաները, նրանք մրցաշարին ներկայանում են 8 թիմով, եղանակային պայմաններից ելնելով միջին տարիքային խմբում խաղերը մեկնարկում են ժամը 5-ին, երբ օդի ջերմաստիճանը համեմատաբար սկսում է նվազել, իսկ կրտսեր խմբի թիմերը խաղում են առավոտյան։ Փոքրիկները, որոնք կազմում են այսօրվա դրությամբ 8 թիմ, բաժանվել են երկու ենթախմբի ու ենթախմբերում շրջանաձև եղանակով պայքարելու են իրանց հետ մինչև առաջի երկրորդ տեղերը բարձելու համար։ Ենթախմբերից առաջի տեղը առաջի ենթախմբից կպայքարի երկրորդ ենթախմբի երկրորդ տեղի համար կիսաեզրափակիչում եւ հակառակը եւ հաղթողները կմրցեն եզրափակիչում, իսկ պարտվողները կպայքարեն երրորդ տեղերի համար։ Իսկ ինչ մնում է մեծահասակներին 2-3 թվականների համար, այստեղ 12 թիմեր նույնպես բաշխվել են երկու ենթախումբ, ամեն ենթախմբում 6 թիմեր են, նույն ձևի կպայքարեն եւ մեծահասակները։ Կաշվե գնդակ քաղաքային ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել են Ստեփանակերտի քաղաքապետարանը, Կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունն ու ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը։ Մարզական միջոցառումն անցկացվում է ամեն տարի ամառային արձակուրդներին։ Այսպես կազմակերպիչները փորձում են դպրոցականների ակտիվ հանգիստը կազմակերպել։ Ամեն անգամ 1 տարով փոքր տարիքային խմբեր են մասնակցում Կաշվե գնդակին։ Որպեսզի երեխաները իրենց ամառային արձակուրդները անցկացնեն ավելի հետաքրքիր, իհարկե ֆուտբոլի մասսայականացման համար է կազմակերպվել, որպես մեր հանրապետություն ֆուտբոլը ավելի մասսայականություն ստանա։ Երկրորդ հերթին տեսնում եք ինչքան երեխաներ է հավաքվել, ինչքան մարդիկ են շահագրգռված այս միջոցառմանը։ Կաշվե գնդակ քաղաքային ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսվում է օգոստոսի 11-ին։ Կազմակերպիչները վստահ են, նաև բակային ֆուտբոլում են բացահայտում այն մարզիկներին, ովքեր հետո փայլում են մեծ ֆուտբոլում։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։